Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ափելի Summer Cup-ը շարունակում է հետաքրքիր հանդիպումների շարքը։ Այսօր մենք բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու Summer Cup-ի 5-րդ տուրի Real Madrid-Inter հանդիպան ընթացքին։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցության դուրս եկան խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ։ Հերթական 3 միավորը վաստակելու համար, Ռեալը առաջին 3 միավորը վաստակելու համար մրցաշարային հաղորդակի մասին իհարկե խոսենք խաղի ընթացքում։ Քիչ անց վայրկյաններ անց կլսվի մրցավար Արսեն Պետրոսյանի մեկնարկային սուլիչը։ Հանդիպումը մեկնարկում է բարեկամներ գնդակով Ռեալի ֆուտբոլիստներն են։ Այսպայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո արդեն կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Ռեալից, համար 1 դարպասում Ալիրեզա, համար 5 Անուշաբան Եղիազարյան, համար 7 Լևոն Մարտիրոսյան, համար 10 Հարութ Խաչատրյան, համար 17 Արմեն Ապերյան, համար 26 Ժորա Գևորքյան, համար 93 Արսեն Հակոբյան և համար 99 Գոր Մանուչարյան։ Ինտեր, համար 1 Սևակ Մուրադյան, համար 5 Ռուբեն Մանուկյան, համար 6 Մեհեր Դավթյան, համար 7 Սարգիս Մնացականյան, համար 9 Տիգրան Խալաթյան, համար 10 Արման Նավասարդյան, համար 11 Արման Տեր-Խաչատրյան, համար 17 Գևորգ Վարդանյան, համար 22 Մարկ Պողոսյան և համար 90 Անդրանիկ Հարությունյան։ Վտանգավոր դրությունը և Ռեալի դարպասապահը տիրում է գնդակին։ Մարտիրոսյան, փոխանցումը անհաջող է, փոխանցումը Ինտերի ֆուտբոլիստը ստանում է գնդակը և փորձում կազմակերպել իր թիմի հատական գրահը։ Կարևոր հանդիպում է երկու թիմերի համար էլ։ Ռեալի համար կարևոր է այնքանով, որ թիմը ունի ընդամենը 1 միավոր և մրցաշարային հաղորդակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Ինտերը իր ակտիվում ունի ընդամենը 6 միավոր։ Այս թիմերը ընդգրկված են Summer Cup-ի մի խմբում, որտեղ բացի Ռեալից և Ինտերից ընդգրկված է նաև Պալերմոն, Թեղենիսը, Վերդերը, Բետիսը, Մոնցան և Արարատը։ Առաջին հորիզոնականում Պալերմոն և Թեղենիսն են վաստակած 10-ական միավորով։ Ինտերը 4-րդն է 6 միավորով, իսկ Ռեալը վերջին տեղում է։ Հիմա տուգանային արված և դարպասապահը փրկում է իր թիմին։ Ռեալի մոտ է գնդակը, ներողություն Ինտերի մոտ է գնդակը։ Փոխանցում դեպի ձախ եզր։ Անհաջող փոխանցում էր Ինտերը խլում է և կենտրոնով շարժում առաջ հարված և բարձր էր հարվածը։ Առաջին քիչ թե շատ վտանգավոր պահը։ Եղիազարյան,
անհաջող էր Անուշավան Եղազարյանի փոխանցումը եւ Ինտերը կրկին հնարավորություն է ստանում շարժվելու առաջ հարված եւ գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից Այո, այսօր Մադրիդի Ռեալը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դաստակի իր առաջին 3 միավորը պետք է փոխանցում կատարել այդպես լանում է Եղազարյան փոխանցում Զախեզար հարված եւ դարպասապատիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում առաջ Խապս է տալիս գեղեցիկ է խաղում այստեղ Ինտերի ֆուտբոլիստը սլանում է առաջ Զախեզրով փորձում է շրջանցել, բայց կարծում եմ պետք է փոխանցում կատարել այստեղ փոխանցում հրաշալի են պաշտպանում Ռեալի ֆուտբոլիստները խլում են գնդակը պետք է հեռացնել Հակոբյան Ռոսյան Դանդաղ են պաշտպանությունից անցնում հարձակման Ռեալի ֆուտբոլիստները գնդակի կորուստ Տանկավոր գրող կարող է ստացվել, բայց չեզոքացնում է սպառնալիքը Ռեալի պաշտպանը Կրկին Ինտերն է գնդակով հերթական գրողն է կազմակերպում տեսնենք ինչպես կզարգացնեն այս գրողը Հարված դարպասին և անկյունային, առաջին անկյունային այսօրվա խաղում իրացնեն Ինտերի ֆուտբոլիստները Ինտերը իր առաջին հաղթանակը տարել է առաջին տուրում 3-4 հաշվով հաղթելով Այաքսին Հարված և փակում են գնդակի ճանապարհը Ռեալի ֆուտբոլիստները Հարված և դարպասազողն է հիմա փրկում Մադրիդի Ռեալին վտանգավոր է հարված Չէ կատարվում պարզապես խուճապ է Ռեալի տուգանային հրապարակում Փոխանցում Փոքր ընկնում է գրողի տեմպը Եվ ետ փոխանցում Իսկա երկրորդ հաղթանակը Ինտերը տարել է Արարատի նկատմամբ 8 անպատասխան գնդակ է ուղարկել վտանգավոր դրություն է 8 անպատասխան գնդակ է ուղարկել Արարատի դարպասի և ջախջախիչ հաշվով հաղթանակ տարել Եվ չկա խաղի կանոնների խախտում եզրային նետման իրավունք են վաստակում Ինտերի ֆուտբոլիստները Բավականին ակտիվ են սկսել Ինտերի խաղացողները առաջին րոպեներից գրողի հետևից անհանգստացնում են Ռեալի պաշտպաններին և դարպասապահին հարված և հերթական անգամ Ռեալի ֆուտբոլիստը փակում է գնդակի ճանապարհը հարվածում է դարպասին տեսնենք ինչքան կկարողանան դեռ քանդել մրցակցի գրողները Ռեալի ֆուտբոլիստները Ռեալն է գնդակով Գեղեցիկ է խաղում այստեղ Ինտերի 22 համարը, բայց փոխանցումը
անհաջող էր և հիմա Ռեալը կփորձի կազմակերպել իր հերթական գրոհը։ Չստացվեց փոխանցումը։ Փոփոխություն Ինտերի կազմում։ Սուլի չկա, կարող են նետել գնդակը։ Հարված և գնդակը մի փոքր շեղության դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հերթական փոփոխությունը Ինտերի կազմում։ Կհասնի գնդակին ոչ, չհասավ գնդակին Լևոն Մարտիրոսյանը և եզրից Ինտերը կմսնում գնդակը խաղի մեջ։ Փոխանցում չհասավ գնդակին ուժեղ էր փոխանցումը։ Այո, Summer Cup-ի 5-րդ տուրը մոտենում է ավարտին։ Մի խմբի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է։ Իհարկե բավականին հարված և հաշիվը բացվում է։ Հաշիվը բացված է, Ինտերը բացում է հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակն է Ինտերի 10 համարը։ Արման Նավասարդյան։ Այո, Արման Նավասարդյանը բացում է հանդիպման հաշիվը Ինտերի այդքան շատ գրոհները տալիս են իր արդյունքը հարված։ Կրկին Նավասարդյանն էր գնդակով։ Նավասարդյան 2-0։ Դուբլի հեղինակ է դառնում Արման Նավասարդյանը։ Եվ Ռեալը հայտնվում է բավականին ծանր իրավիճակում։ Երկու 0 Ինտերը հրաշալի է գործում այսօր։ Նավասարդյանը դառնում է դուբլի հեղինակ և եզրային նետում բավականին շատ էին Ինտերի գրոհները մեկնարկային րոպեներից։ Ռեալը անընդհատ քանդում էր մրցակցի գրոհները և վերջի վերջո Ինտերին հաջողվում է 2 գնդակ ուղարկել Ռեալի դարպասը։ Հրաշալի են համագործակցում Ինտերի խաղացողները խաղադաշտում։ Ասենք հիմա կենտրոնով շարժում է առաջ, հարված և անկյունային, հերթական անկյունային է Ինտերը կիրացնի։ Պետք է հեռասել գնդակը սեփական տուգանային հրապարակից։ Փոխանցում
Հասնում է գնդակին Ռեալի խաղացողը և Ռեալը շարժում է առած ձեռնարկելով իր հերթական գրոհը, բայց անհաջող փորձ էր։ Ինտերը ոչ միայն հրաշալի գրոհում է, նաև շատ հաջող պաշտպանվում է և թույլ չի տալիս Ռեալի ֆուտբոլիստերին ներխուժել իրենց տուգանային հրապարակ։ Ինտերը ստանում է գնդակը փոխանցում և հերթական անկյունային արդեն խաղադաշտի մյուս եզրից իրացնեն Ինտերի ֆուտբոլիստները։ Փոխանցում դեպի տուգանային հրապարակ։ Ռեալն է գնդակով, ձախ եզրով սլանում է առաջ Ռեալի ֆուտբոլիստը։ Եվ Ալիրեզա Խաչատյան, Ժորա Գևորգյան հրաշալի փոխանցում էր Արմեն Ապրյան, արված և անկյունային արված կիրացնեն արդեն Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները։ Փոխանցում արված և գոլ։ 2-1 Ռեալը կրճատում է, հաշվի տարբերությունը գոլի հեղինակը Արմեն Ապրյանն է։ Այո, Ռեալին հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը, հանդիպան 16-րդ րոպեին Արմեն Ապերյանը տպում է Ռեալի առաջին գոլը։ Տուգանային արված։ Արութ Խաչատրյանն է գնդակի մոտ։ Բավականին հեռու է արվածելու համար, բայց տեսնենք ինչ կորոշի Ռեալի ֆուտբոլիստը։ Այնուամենայնիվ կարող է նաև հարվածել, քանի որ տիրապետում է հուժկու հարվածների։ Ոչ, խաղարկում են։ Հարված և շեղ է հարվածը։ Ինտերն է գնդակով, հարված։ Դարպասացողն է փրկում հիմա Ռեալին։ Տեսեք ինչ հանգիստ են խաղում Ինտերի ֆուտբոլիստները, վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Եվ չեզոքացնում է սպառնալիքը Ռեալի խաղացողները։ Հարված և Ավասարջյանն էր հարվածում, հրաշքով գնդակը չհայտնվեց Ռեալի դարպասում։ Այս անգամ էլ հորիզոնական դարպասաձողը փրկեց ալկայական թիմին։ Գևորգյան հրաշալի փոխանցում էր Մարտիրոսյան։ Ապերյանը հրաշալի դիրքում է կարելի էր փոխանցել նրան։ Արված և անկյունային իրավունք են վաստակում Ռեալի ֆուտբոլիստները։ Փոխանցում։ Սա հարված էր, թե գնդակի հեռացում։ Այո, հարված էր, գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, Արմեն Ապերյանն էր հայտնվել հարձակման կրակագծում։
Հանդիպան 19-րդ րոպեն Ինտերը հաղթում է 2-1 հաշվով։ Փոքր գցեց Ինտերը խաղի տեմպը։ Երևի թե օգնել է ֆուտբոլիստները։ Փոխանցում հրաշալի փոխանցում էր, բայց Ալիրեզան առաջինն է հասնում գնդակին եւ այն անմիջապես ուղարկում դեպի Լևոն Մարտիրոսյանը։ Գևորգյան Հապս է տալիս և ստիպում մրցակցին խախտել խաղի կանոնները։ Փոխանցում առաջ, դարպասապան շատ հանգիստ վերցրեց գնդակը և փոխանցում առս Ինտերի հերթական գրողն է, տեսնենք ինչպես կզարգացնեն այս գրողը, անհաջող փոխանցում էր։ Խաչատյան Արժում է առաջ ռեալի ֆուտբոլիստը։ Մնում է գնդակ Ինտերի մոտ։ Արված և բարձր է, արվածը։ Հակոբյան Մարտիրոսյան հրաշալի է խաղում։ Շրջափակում են Լևոն Մարտիրոսյանին, թույլ չեն տալիս որպեսզի փոխանցում կատարի։ Փոխանցում դեպի կենտրոն։ Հարված և երկին անգամ բարձրն են հարվածում Ինտերի խաղացողները։ Եվ հարված ռեալի դարպասից Եղիազարյան, Ապերյան, հրաշալի փորձեց խաղալ, ռեալի ֆուտբոլիստը նկատել էր ձախեզրում տվող խաղընկերոջը, բայց փոխանցումն անհաջող էր, Ապերյան, Արմեն Ապերյան փոխանցում, Ինտերի ֆուտբոլիստերը գեղեցիկ փոխանցում էր և Ալիրեզան իր բարձունքների վրա է։ Ժամանակ ունի ռեալը կարող է առաջին կեսում հավասարացնել հաշիվը և ընդմիջման գնալ ոչ հոգի հաշվով։ Ապերյան, հարված և շեղեր։ Հրաշալի խաղաց Արմեն Ապերյանը։ Երկուսուկես րոպե առաջին խաղակեսի ավարտին։ Ինտեր ռեալ 2-1։ Փոխանցում դեպի Աչիեզեր, բայց անհաջող ընդունեց գնդակը Ինտերի ֆուտբոլիստը։ Ալիրեզան գնդակը կմստի խաղի մեջ։ Հրաշալի խաղում ռեալի ֆուտբոլիստը, փոխանցում դեպի Եղիազարյանը։ Ապերյան, Եղիազարյան, փակ է Ինտերի տուգանային հրապարակ տանող բոլոր ճանապարհները։ Ապերյանն է գնդակով։
Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ուժեղ էր փոխանցումը եւ Մարտիրոսյանը չկարողացավ հարվածել, քանի որ բավականին ուժեղ ստացվեց փոխանցումը։ Ինտերն է գնդակով տեսնենք ինչպես կզարգացնեն այս գրող ինտերի ֆուտբոլիստները։ Չհասավ փոխանցմանը խաղանքերը եւ եզրային նետման իրավունք են վաստակում ռեալի ֆուտբոլիստները։ Գևորգյան չկա խախտում, Նավասարդյան և Վրաշկով հիմա գնդակը չհայտվեց ռեալի դարպասում, Ինտերի 7 համարը հայտվեց հարցակման կրակագծում հայտվեց և գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Դեղին կարտ է ստանում Ինտերի 90 համարը։ Անդրանիկ Հարությունյանը։ Վերջ բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտվում է, առաջին կեսից հետո Ինտերը հաղթում է ռեալին 2-1 հաշվով, այս պայն կարճատև դատար, որից հետո կվերադառնանք և կշարունակենք ռեպորտաժը։ Եվ այսպես բարեկամներ սկսված է Ռեալ Մադրիդ Ինտեր հանդիպման երկրորդ խաղակեսը։ Սա Ապելի Summer Cup-ի 5-րդ տուրի հանդիպում է, առաջին կեսից հետո Ինտերը հաղթում է 1-2 հաշվով, Արման Նավասարդյանի վտանգավոր դրություն է և Վրաշկով չհայտվեց գնդակը Ինտերի դարպասում։ Արման Նավասարդյանի դուբլին ռեալը պատասխանեց Արման Ապերյանի խփած գնդակով։ Արմեն Ապերյանի խփած գնդակով։ Հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք հենց մեկնարկային րոպեներից Ինտերը տիրեց խաղային և տարածքային առավելությանը։ Անդադար գրովում են Ինտերի խաղացողները և վերջապես հանդիպան 10-րդ և 11-րդ րոպեներին Նավասարդյանը կարողացավ երկու անգամ գրավել ռեալի դարպասը և ընդամենը 5 րոպե անց Արմեն Ապերյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ Տեսնեք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը։ Հիշեցնեմ, որ այս թիմերը ընդգրկված են Summer Cup-ի B խմբում։ Ռեալը եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 1 միավորով։ Վտանգավոր է և դարպասաձողը հիմա փրկեց ռեալին։ Քիչ էր մնում գնդակը հայտվեր արքայական թիմի դարպասում։ Ինտերը իր ակտիվում ունի 6 միավոր։ Եվ տեսնենք կարողանա այսօր ռեալը տանել իր առաջին հաղթանակը։ Հակոբյան։ Գնդակը ռեալի մոտ հարված և դարպասապահ հեռացնում է գնդակը, մնում է ռեալի մոտ, Հակոբյանը չհասավ գնդակին։ Եվ եզրային նետման իրավունք են վաստակում ռեալի խաղացողները։ Եվ անհաջող փոխանցում։
Խառիրավիճակի խաղադաշտի կենտրոնում Եզից ռեալ է գնետի գնդակը խաղի մեջ անհաջող էր փոխանցումը Մարտիրոսյան չկարողացավ շրջանցել Ինտերը խլում է և կենտրոնով շարժում առաջ Հարված և բարձր էր Ինտերի ֆուտբոլիստի հարվածը Ալիրեզան ուժեղ փոխանցում առաջ Գեղեցիկ փոխանցում էր կհասնի ոչ Ուժեղ էր փոխանցումը Ապերյանը չհասավ գնդակին Գեղեցիկ փոխանցում Տեսնենք փոխանցում հարված և բարձր էր Բավականին բարձր ստացվեց Ինտերի ֆուտբոլիստի հարվածը Եվ ռեալի հերթական գրոհը պսակվում է անհաջողությամբ Հարված Եվ անկյունային Հերթական անկյունայինը կիրասնեն ինտերի ֆուտբոլիստները Խաղարկում են այն Եվորկյան Մարտիրոսյան Ուժեղ էր փոխանցումը Հրաշալի խաղաց Եվորկյան Գեղեցիկ փոխանցում էր, բայց ուժեղ էր Չհասա Մարտիրոսյանը փոխանցմանը Ինտերն է գնդակով Փոխանցում և Ալիրեզան հրաշալի է խաղում Ինչպիսի դրվագ էր Կրկին սեյվի եղինակ դարձավ Ալիրեզան Հարված փակում է գնդակի ճանապարհը Ռեալի խաղացողը ևս մեկ հարված և շեղեր Որոշում է կայացնում մրցավարը և 11 մետրանոց հարված Այո Ալիրեզան հարվածել էր Ինտերի ֆուտբոլիստի դեմքին և մրցավարը դիտելով դրվագի կրկնապատկերը ամեն դեպքում որոշում կայացրեց նշանակել 11 մետրանոց հարված Գնդակի մոտ կարծես Տիգրան Խալաթյանն է Ինչ կատարվեց, կարծես թե Ինտերի ֆուտբոլիստը հատուկ շեղ հարվածեց Համաձայն չէին ռեալի ֆուտբոլիստները մրցավարի որոշման հետ Ամեն դեպքում հաշվիվը մնում է նույնը 1-2 Ռեալ Մադրիդ Ինտեր Ինտերն է գնդակով Փոխանցում Մարտիրոսյան Ոչ Եղազարյանն է 40 գնդակը
Ինտերնը գնդակով փոխանցում դեպի կենտրոն հեռացված է գնդակը մնում է գնդակը ինտերի մոտ Նավասարդյան նկատեց խաղընկերոջով շատ արագ մտավ դեպի Տուգանային հրապարակ սակայն փոխանցման ճանապարհը փակեցին Ռեալի ֆուտբոլիստները եւ հիմա կփորձեն ձեռնարկել իրենց հերթական գրող Ռեալի ֆուտբոլիստները, բայց անհաջող փորձ էր։ Խառը իրավիճակ է եւ հրաշքով գնդակը չհայտվեց արկայական թիմի դարպասում մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ հարված Ռեալի դարպասից։ Տիրոսյան Մարտիրոսյանը Նավասարդյան Հրաշքան են պաշտպանում արկայական թիմի ֆուտբոլիստները Հակոբյան, Գևորգյան Գեղեցիկ է խաղում, տեսնենք Պետք է փոխանցել հարմար դիրքում է Հակոբյանը Ապերյանը գտնվում է Տուգանային հրապարակում, կարելի է փոխանցում կատարել Եվ 11 մետրանոց հարված արդեն Ինտերի դարպասույն 22 համարը Ինտերի ստանում է դեղին քարտ Մարկ Պողոսյանը Տասնմեկ մետրանոց հարված գոլ Գոլ հաշիվը հավասարվում է և Հարութ Խաչատրյանը հավասարեցնում է հաշիվը Երկու Հարութ Խաչատրյանը հավասարեցնում է հաշիվը Ռեալը շատ լավ սկսեց երկրորդ կեսը և այդքան գրողները ամեն դեպքում տվեցին իրենց արդյունքը Հանդիպան 39-րդ րոպեն է Ռեալ Մադրիդ Ինտեր 2-2 Հարված, ևս մեկ հարված Եղեզարյանը հեռացեց գնդակը դարպասից Եվ հիմա իհարկե Ինտերը կփորձի առաջ ասել հաշվի մեջ ետ բերել կորցրածը հարված դարպասին հեռացած է գնդակը Ինտերն է գնդակով փոխանցում հարված և չստացվեց հիմա Մարկ Պողոսյանի հարվածը Ալդրազան Իսպիսյան հաջող փոխանցում է կատարում տեսնենք հարված Քիչ էր մնում Ալիրեզայի սխալից հետո Ռեալը պատժվեր և նվեր մատուցեր այսպես ասած Ինտերին սակայն Ինտերի ֆուտբոլիստի հարվածը շեղեր անկյունային փոխանցում Ունում է գնդակը Ինտերի մոտ Եվ եզրային նետում Հերթական անգամ եզրից կնետեն Ինտերի ֆուտբոլիստները Նավասարդյան Տանգավոր դրություն կարող է ստացվել Հարված Փակում են գնդակի ճանապարհը Ռեալի խաղացողները Եվ եզրից Ինտերը կնետի գնդակը խաղի մեջ
Փոխանցում եւ անկյունային արված։ Հանդիպման վերջնամասը բավականին լարված պայքարում է անցնում։ Ինտերը փորձում է ետ բերել կորցրածը, Ռեալը հրաշալի կերպով պաշտպանվում է։ Հարված եւ երկին անգամ բարձր հարված։ Հարված Ռեալի դարպասից Ալի Ռեզան գնդակը մտնում է խաղի մեջ, Խաչատրյան։ Հրաշալի համագործակցություն էր։ Մարտիրոսյան։ Անհաջող է Լևոն Մարտիրոսյանի փոխանցումը։ Եվ Ինտերի հերթական արագ հակագրոհը Նավասարդյան։ Հարված։ Եվ հերթական անկյունայինը Ռեալի դարպասին։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ։ Չստացվեց հարվածը։ Եվ գոլ, 3-2 Նավասարդյանը դառնում է հետրիկի հեղինակ։ Արման Նավասարդյան 3-2 դասական հետրիկ։ Ռեալը հայտնվում է բավականին ծանր իրավիճակում։ Պետք է հեռացնել գնդակը։ Անկյունային հարված իրավունք են վաստակել Ռեալի ֆուտբոլիստները։ Փոխանցում Ուժեղ էր փոխանցումը եւ այնտեղ ոչ ոք չէր սպասում Ռեալի ֆուտբոլիստի փոխանցմանը։ Հերթական անհաջող փոխանցումը արդեն Ինտերի ֆուտբոլիստի կողմից, Ապելյան։ Կանոնների խախտում, նախորդ դրվագում արդեն, Խաչատրյան փոխանցում Մարտիրոսյանը չհասավ հասցեատիրոջը փոխանցումը, սլանում է առաջ Ինտերի ֆուտբոլիստը և անկյունայինի իրավունք են վաստակում, խաղարկում են արագ անկյունայինը, Եղիազարյան, Գևորգյան պետք է շտապել, քիչ ժամանակ է մնում հանդիպման ավարտին։ Աղթավրը ցույց է տալիս, որ չկա կանոնների խախտում, բայց կարծես թե վնասված կստացել Ինտերի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը։ Պետք է շտապել, քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին։ Ինտերը խլում է և սլանում է առաջ։
Փոխանցում հարված 4-2 Ինտերը էլ ավելի տպավորիչ է դարձնում հաղթանակը եւ Ինտերի կազմում գոլի հեղինակ է դառնում 17 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստը Ինտերը հրաշալի խաղ ցուցադրելով 4-րդ գնդակ է ուղարկում Ռեալի դարպասը Մարտիրոսյան Ժորա Գևորգյան Հակոբյան անհաջող փոխանցում Ինտերն է գնդակով 5-2 Խալացյան 5-2 5-2 Տիգրան Խալացյանը հաշիվը դարձնում է 5-2 հարված Ալիրեզա Կրկին ինտերնետ գնդակով Ինտերնետ կրկին գնդակով տեսնենք փոխանցում հարված եւ Ալիրեզան տիրում է գնդակին Եվ քիչ ժամանակ խաղի ավարտին 5-2 հաշվով Ինտերը հաղթում է մրցակցին հարված եւ բարձր էր Կրկին Ինտերն է, գոլ, Խալացյան 6-2 Մարտիրոսյան Ռեալի գրոհը եւ անհաջող ստացվեց Անկյունային հարված Փոխանցում դեպի Դուգանային հրապարակ հեռացված է գնդակը Հարված հեռացնում է Ինտերի դարպասապահ Ապերյանն էր հարվածում դարպասին Գևորգյան Ամեն ինչ կարգին է հարված Ինտերի դարպասից
Գրիգրոհը փոխանցում արված գոլ 7-2 Ինտերնետ գնդակով վտանգավոր դրություն է և հերթական գոլն է խփում Ինտերը 8-2 բարեկամներ Սարգիս Մնացականյանը խփում է 8-րդ գնդակը